Հանգիստ նստեք տեղներդ։ Ձեր հայրենակիցներին սամասուդ անելով, քացուտակ տալով, իբր ազատամարտի բաներ եք, հա, պաշտպաններ եք։ Այդ ազատամարտ եք արել, որ ձեր հայրենակիցներին քացուտակ ստորացնեք, նվաստացնեք, չի ստացվելու։ Հանգիստ նստեք տեղներդ։ Հանգիստ նստեք տեղներդ։ Ու չոգևորվեք, հանկարծ չմտածեք, թե մի նախադասության վրա կարող եք աչոկներ հավաքել եւ ժողովուրդը միամիտը։ Մեր քաղաքավարությունը հանկարծ որևէ մեկը թուլություն չընկալի։ Հանկարծ որևէ մեկը թուլություն չընկալի։ Ձեզ հերթով անդրադառնալու ենք։ Այս սերմացու գողացող մկներ հատ ներկայացնելու ենք, թե ինչա տեղի ունենում, ինչ են ուտում մեր զինվորները, ում թույլտվությամբ են ուտում։ Եվ այսօս ասցի հանրահավաքում, այդ մեծ բրդողներին պետքա տանել այդ ռագուներից ուտացնել, ասել կերեք այդ ռագուները, հանգիստ նստեք տեղներդ։ Ուղիղ ասում եմ կպարկծնենք ասֆալտին, հանկարծ մտքներով չանցնի, կպարկծնենք ասֆալտին և կտանք պատերով բառից բուն իմաստով։ Եվ համարում եմ դա կոռուպցիոն տաշտակից զրկված, լափամանից զրկվածների պրոպագանդա, լափամանից զրկվածների, որոնք ուզում են ընդամենը բոլոր հնարավոր միջոցները օգտագործեն այդ լափամանին նորից մոտ գան։ Մոտ չեն գալու այդ լափամանին, որովհետև նախ այդ լափամանը չկա, նրա մեջի լափը չկա, և իրենց ուտելու հնարավորությունները հավերժ փակված են, եկեք ես ֆիքսենք։ Ուղիղ ասում եմ կպարկծնենք ասֆալտին, հանկարծ մտքներով չանցնի, կպարկծնենք ասֆալտին և կտանք պատերով բառից բուն իմաստով։ Ուրեմն բոլոր կոռուպցիոներները, երկիրը թալանածները, ընտրությունները կեղծածները, նրանք չարիք են Հայաստանի Հանրապետության համար։ Եվ հիմա մտածի, թե կարա թպրտա, կտանք պատերով կպարկծնենք ասֆալտին։ Ուղիղ ասում եմ կպարկծնենք ասֆալտին, հանկարծ մտքներով չանցնի, կպարկծնենք ասֆալտին և կտանք պատերով բառից բուն իմաստով, որևէ մեկը չփորձի, նախկին կլնի, ներկա կլնի, հիմա մտածի, թե կարա թպրտա, կտանք պատերով կպարկծնենք ասֆալտին, թողականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, տեսարը դուք կտեսնեք իրականության մեջ։ Եվ համարում եմ դա կոռուպցիոն տաշտակից զրկված, լափամանից զրկվածների պրոպագանդա, լափամանից զրկվածների։ Ուրեմն բոլոր կոռուպցիոներները, երկիրը թալանածները, ընտրությունները կեղծածները, նրանք չարիք են Հայաստանի Հանրապետության համար։ Եվ էլի եմ ասում, այս պատմությունը 2008 թվին չի սկսել, այս պատմությունը 1998 թվին է սկսվել, երբ որ Ղարաբաղը դուրս է շպրտվել բանակցային գործընթացից և Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը կողմ է քվեարկել Եվրոպայում անվտանգության խարտիային, որտեղ հստակ նշվել է, ես նախորդ անգամ մեջ բերեցի, որտեղ հստակ նշվել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը պետք է ամրապնդի տարածքային ամբողջականությունը երկրների և ինքնիշխանությունը գոյություն ունեցող պետությունների կազմում։ Դե հիմա ասում եք օգնել են, որ իրենք պետք է այս հարցերը տային։ Իրենք պիտի ինչի չեն տալիս այս հարցերը, որովհետև այս հարցերին պատասխանելուց հետո ասելու եմ դե եկեք, պարզենք ով է դավաճանը, դե եկեք պարզենք ով է կապիտուլյանտը, դե եկեք պարզենք ով է հողատուն։ Ես ասում եմ դուք եք, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք, մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ ձեր դավաճանությունը շարունակել եք, մենք պայքարել ենք ձեր հողատու լինելու դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ ձեր հողատու էությամբ շարունակել եք ձեր գործունեությունը, մենք պայքարել ենք ձեր գրած կապիտուլյացիայի դեմ, բայց դուք ամեն ինչ արել եք հանուն կապիտուլյացիայի, մենակ են, բայց մյուս կողմից մենք հասկացել ենք, ասել ենք լավ, ինչ կարող ենք անել պատերազմից այն վիճակում, երբ որ մեր նախորդներն ասել են 7 շրջաններն ու Ղարաբաղի կեսը տալիս ենք, ու իրանց ասվել է չէ, հույս չունենաք,
Ինչի են ասել։ Ինչի են ասել, որովհետև տեսել են ինչով ենք զբաղված։ Տեսել են ինչով ենք զբաղված։ Բադեն-Բադենում, Հռոմում, հունական կղզիներում։ Ոմանք բանակ էին կառուցում, իսկ ոմանք հունական կղզիներում առանձնատուն, Հռոմում հյուրանոց, Բադեն-Բադենում կոտեջ։ Ես կոչ եմ անում, ասում եմ, դե եկեք խոսանք լավ, դա գոռացիք մի ամիս, երկու ամիս, հողատու, դավաճան, չգիտեմ ինչ, դե եկեք նայենք ով է, եկեք փաստերով նայենք ով է, դուք եք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և մյուսներ ելով կա, դուք եք դավաճանը, հողատուն, կապիտուլյանտը և ձեր Բադեն-Բադենների համար դուք ծախել եք Հայաստանը, դուք ծախել եք Ղարաբաղը և դուք դրա համար կրելու եք պատասխանատվություն։ Շնորհակալ եմ։ Ինչ անեցեք, որ գնացի ժարտանի հոյ, աստոտ է մերիմնի, որ ինչ կեցնունի, ինչ կարևարած կետ,